հատուկ նախաբան չունենք, կլսենք ձեր հարցերը։ Աստղիկ Բեդևյան, Ազատություն ռադիոկայան, խնդրեմ ձեր հարցը։ Շնորհակալ եմ, ես կխնդրեի պարոն Այք, եթե ունեք տեղեկություններ Եղիշե Կիրակոսյանի հեռացման պատճառների հետ կապված, ինչ տեղեկություններ կան, նա չի պարզաբանել եւ այս փուլում, երբ Ադրբեջանից ստացվել է խաղաղության բանակցությունների այդ պատասխանը, հա, կամ ադրբեջանական առաջարկներն է ստացվել, որի մեջ գիտենք նաեւ հայցերը երկկողմանի հետ քաշելու մասին բանակցություններ կան, արդյոք Ադրբեջանը այլ առաջարկ է արել, հնարավոր է այլ առաջարկ է արել, օրինակ, ինչպես վարչապետն էր ասում, խաղաղության դեպքում հայցերը հետ քաշելը մեծ առումով Հայաստանի համար այսպես ընդունելի է, հնարավոր է մինչև խաղաղության պայմանագիրն է Ադրբեջանը պահանջում եւ Եղիշե Կիրակոսյանը մեծ հաշվով հակադիր կարծիք է արտահայտել, նա կարծում է, որ խաղաղությանը այդ հայցերը եւ դրանք հետապնդելը դեմ չէ, շնորհակալ կլինեմ, եթե պարզաբանեք պատճառները եւ նաեւ ադրբեջանական առաջարկները պարզաբանեք, շնորհակալ եմ։ Շնորհակալություն հարցերի համար։ Եղիշե Կիրակոսյանի աշխատանքից ազատման վերաբերյալ կարող եմ մեկնաբանել այնքանով, որ մեկնաբանել է վարչապետի աշխատակազմը, որովհետև ես էլ հավելյալ տեղեկատվության չեմ տիրապետում, իսկ այն է, որ սեփական դիմումի համաձայն է պարոն Կիրակոսյանը աշխատանքից ազատվել եւ սա ամիսների քննարկումների արդյունքում է տեղի ունեցել։ Ամենևին չէի ցանկանա ձեր առաջին եւ երկրորդ հարցերը կապել միմյանց հետ, ես կարծում եմ դրանք առնչություն չունեն եւ եթե պարոն Կիրակոսյանը հետագայում կցանկանա մեկնաբանություն տալ, իհարկե հետաքրքիր կլինի լսել, բայց ես իսկապես չեմ կարծում, որ այստեղ կապ է պետք փնտրել։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի վերջին 12-րդ խմբագրությանը, որը Ադրբեջանը ուղարկել է, ինչպես արդեն նշվել է, երկու հոդվածների վերաբերյալ դեռևս կա տարբերություններ դիրքորոշումներում, այսինքն այն առաջարկները, որը Հայաստանը ուղարկել էր Ադրբեջանը ամբողջությամբ կամ մասնակի չէր համաձայնվել, այս տեքստի մասին մեկնաբանություններ անել չեմ կարող, այդ առաջարկները, նոր առաջարկները հիմա քննարկվում են եւ հնարավորին սեղմ ժամկետում Հայաստանը կփորձի արդեն սեփական առաջարկով հանդես գալ եւ պատասխանել Ադրբեջանին։ Իրողություն եմ խնդրում մի հավելյալ հարց, հա, տամ պարզաբանում որպես, այսինքն դուք չեք տեսնում, որ տարաձայնություններն են եղել մասնավորապես հայցերը հետ քաշելու բանակցությունների վերաբերյալ Կիրակոսյանի հեռացման պատճառը, ճիշտ եմ ձեզ հասկանում։ Ես նման կապ չեմ տեսնում, շնորհակալություն։